Բարև ձեզ, սիրելի հայրենիքներ, բարով եք եկել, կարծում եմ ձայնս լսվում է, մենք բարձրախոս չունենք այսօր։ Նախ շնորհակալություն եմ հայտնում, որ այսօր ներկա եք, ես տեսնում եմ ոչ թե միայն մեր բաժանորդներն են այսօր, մեր գրքաշարի, այլ մեզ աջակցող տարբեր կազմակերպությունների, հիմնարկների և այլ անձինք, շատ շնորհակալ եմ ձեզ, որ այսօր այստեղ եք։ 1969 թվականին Արմեն Հախնազարյանը, երբ հիմնեց հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամը, նպատակ ուներ թեկուզ թղթի վրա փրկել հայկական հուշարձանները, ուսումնասիրել նրանք, չափակրել, լուսանկարել, արխիվավորել նրանք, տեղորոշել և այս նպատակով առաջնորդվեց 1969 թվականից։ 2015 թվականին արդեն Սամվել Կարապետյանը սկիզբ դրեց և հիմնավորեց Հայաստանի պատմություն գրքաշարը, նպատակ ունենալով գավառ առ գավառ, գյուղ առ գյուղ ներկայացնել հայոց աշխարհը և հատկապես անշուշտ գյուղերի պատմությունը և այդ բնակիչների պատմությունը, բայց հատկապես այդ գյուղերում և այդ բնակավայրերում պահպանված և չպահպանված հայկական հուշարձանները, լինեն դրանք ճարտարապետական հուշարձաններ, լինեն դրանք գերեզմանական հուշարձաններ, որոնք նաև ունեն վիմագրեր և նաև որևէ մի արվեստի նմուշ, լինի դա խաչկար արձանագիր կամ որևէ մի այլ կոթող։ Եվ այսօր ես կարծում եմ, որ և Սամվել Կարապետյանը և Արմեն Հախնազարյանը ուրախ են, որովհետև ոչ թե միայն գործը շարունակվում է, այլ նաև գործի շարունակողներին աջակցողներ կան, իրենց կաչալերողներ կան և իրենց կողքին լինողներ կան և դրա համար էլ հատուկ նաև այսօր նաև ձեզ շնորհակալություն եմ հայտնում, որ մշտապես մեր կողքին եք և աջակցում եք ամեն մեկը իր չափով, ամեն մեկը իր կարողությամբ և ամեն մեկը իր գիտելիքով։ Գրքաշարի մասին հակիրճ տեղեկացնեմ, գրքաշարը, ինչպես ասեցի, գյուղ-գյուղ ներկայացնում է հայոց աշխարհը և առաջին հատորը հայոց ձոր գավառն էր, երկրորդ հատորը այսինքն Արևմտյան Հայաստանից, երկրորդ հատորը Սալմաստ գավառն էր Պարսկահայքից, երրորդ հատորը Արցկեն, ևս Արևմտյան Հայաստանից, չորրորդ հատորը Մրավական, որը ներառում էր Արցախի Շահումյանի շրջանը և Քարվաճարի շրջանը, հինգերորդ հատորը Խնուս հատորն էր Արևմտյան Հայաստանից և այսօր վեցերորդ հատորը Ղարադաղ հատորը ևս Պարսկահայքից և այս հատորները բոլորը միակն են անշուշտ մեր հրատարակությունների մեջ, որ մենք բաժանորդագրում ենք։ Նախապես մեր բաժանորդները բաժանորդագրվում են և նրանց հետագայում նաև շնորհանդեսի օրը ստանում են իրենց գրքերը, անշուշտ անհամբեր սպասելով որոշները 3 ամիս, 6 ամիս մինչև հրատարակությունները ավարտեն։ Մեր հատորները եզակի են դրանով նաև, որ ներառում են դաշտային ուսումնասիրություններ, այսինքն ոչ թե միայն գրադարանային արխիվային նյութերով մենք նոր հատորներ ենք ստեղծում, այլ նաև դաշտային ուսումնասիրություններ ենք իրականացնում և այդ դաշտային ուսումնասիրությունների ընթացքում հավաքված նյութը, որոնք հիմնականում Հայաստանի Հանրապետությունից դուրս են, այդ նյութը արդեն համեմում ենք իրար հետ և ստացվում է նոր աշխատանք, որը ներառում է և պատմական տեղեկությունները և այսօրվա վիճակը այդ հուշարձանների, լինեն դա ճարտարապետական, ինչպես ասեցի, և այլ հուշարձաններ։ Անշուշտ մեր պատկերն է 6-րդ հատորից հետո, այն գավառներն են, որտեղ ավարտված են 6 հատորներ և այս շարքը, որ ամբողջանա, իրար կողքի դրվելով մենք ստանալու ենք այն տարածքի քարտեզը, որտեղ ուսումնասիրում ենք և այս հատորներն են նախատեսված հրատարակվել մեծ հայքի և փոքր հայքի քարտեզը։ Ես շնորհակալություն եմ հայտնում նորից և այժմ կհրավիրեմ Էմմա Աբրաբահամյանին, գրքի համահեղինակ,
Սամվել Կարապետյանի հետ։ Դժբախտաբար Ղարադաղ գիրքը Սամվելը չկարողացավ ավարտել եւ մեզնից հեռացավ, բայց բարեբախտաբար Էմմա Աբրահամյանը կարողացավ շարունակել եւ գիրքը այսօր հասցվեց իր ավարտին։ Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր ներկայությամբ եւ Ղարադաղ գրքի ծնունդը միասին նշելու համար։ Վաղը լրանում է Սամվել Կարապետյանի մահվան 6-րդ տարելիցը։ Մարդու, որը մեծ ներդրում ունի նաև Ղարադաղ գրքի ստեղծման գործում։ 2017 և 2018 թվականներին Սամվել Կարապետյանի գլխավորությամբ մեր կազմակերպության գիտական արշավախումբը երկու ճամփորդություն իրականացրեց դեպի Ղարադաղ։ Անկեղծորեն ասած, դրանք իրականություն չէին դառնա, եթե չլիներ Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրենուհի Տիկին Շերլի Ավետյանի աջակցությունը, որին էլ հայտնում եմ փորին շնորհակալությունս։ Պետք է նշեմ, որ մինչ այդ 1970-ականներին Ղարադաղի հայաթափումից կարճ ժամանակ անց տեղում ուսումնասիրական աշխատանքներ է իրականացրել նաև մեր կազմակերպության հիմնադիր նախագահ ճարտարապետության դոկտոր Արմեն Հախնազարյանը։ Ցավոք Սամվելը չհասցրեց գիրքն ավարտել եւ այդ պարտականությունը դրվեց ինձ վրա եւ ունենալով իմ գործընկերների աջակցությունը կարողացա այն ամբողջացնել եւ այժմ ընթերցողի սերամն է։ Արդից օգտվելով խորին շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր աշխատակիցներին, որոնք այս կամ այն կերպ իրենց լուման ունեն գրքի ստեղծման աշխատանքներում։ Իմ մասնավորի Ռաֆել եւ Լիանա Քորտոշյանների, Հասմիկ եւ Շողինե Հովանիսյաններին, Արմեն Գևորգյանին, Լուսի Ավետիսյանին։ Իդեպ նշեմ, որ գրքերի ցանկերը դուրս են բերվել Արմեն Գևորգյանի գրած հատուկ ծրագրով։ Այստեղ դուք տեսնում եք Աբեն Հաղթազարյանին խանութի հիլարներում։ Ինչպես արդեն Ռաֆին ասաց, մեր գրքերի հիմքը կազմում են նախ ճամփորդությունների ընթացքում հավաքված նյութերը, ապա գրականությունից, պարբերական համունդից եւ արխիվային բավերակներից քաղած տեղեկությունները։ Այստեղ մենք օգտագործել ենք նաև ձեռագիր հուշագրություններ, որոնք հիմնականում ձեռք են բերվել Արմեն Հախնազարյանի շնորհիվ։ Օրինակ դրանցից հիշատակելի է Դանիել Եգանյանի Ղարադաղ խորագրով ձեռագիրը, որտեղ նա գավառի մասին բացի կարևոր տեղեկություններ հաղորդելուց ներկայացնում է նաև 1905 թվականին կազմված վիճակագրական աղյուսակը, որը կազմել էր նրա հայրը մանկավարժ, հասարակական գործիչ 1917 թվականին Սահակ հոգևոր անունով քահանա ձեռնադրված Գալուստ Եգանյանը։ Մեծագույն շնորհակալություն եմ հայտնում Տիկին Ռոզմարի Հարությունյան Քոհենին, որը սիրով մեզ փոխանցեց Մուշեղ Աթայանի մանկության հուշերը։ Իդեպ նշեմ, որ Տիկին Ռոզմարին Ղարադաղում 1920-ականների կեսերից առ 1930-ականների սկիզբը դասավանդած, դպրոցներում դասավանդած բանաստեղծ Բակրատ Հարությունյանի դուստրն է։
Խորին երախտագիտություն եմ հայտնում գրքի տպագրության հովանավոր Ղասումաշենցի տիկին Ժանետ Մելիք Ղասումյան Միրզայանին, որը սիրով փոխանցեց մեզ նաև իրենց տոհմի պատմությունը և այդ պատմությունը, տոհմաբանությունը գրել էր նրա հորեղբայրը Ավետիս Ղասումյանը։ Պետք է նշեմ, կարևոր է, որ այդ ձեռագիր հուշագրությունից պարզվում է, որ Ղասումաշենը հիմնել է 17-րդ դարում Արցախի Մարտակերտի շրջանի Հաթեր գյուղից փոխադրված Ղասում պապը։ Շնորհակալություն եմ հայտնում նաև արմատներով վինացի Շուշան Բաբախանյանին, որի փոխանցած լուսանկարներով և տեղեկություններով գիրքը առավել հարստացավ։ Ղարադաղը մաս է կազմում Մեծ Հակի Փայտակարան նահանգի։ Նա մտել է նաև Տաթևի վանքի ենթակայության ներքո և որոշակի պտղահարկ է վճարել վանքին։ Ունի չնաշխարհիկ լեռնային գեղեցկություն, իսկ գյուղերը այստեղ դուք տեսնում եք մի քանի պատկերներ Ղարադաղի բնությունից, Արաքս գետը, տեսարաններ, աչքի է ընկնում գյուղերի տեղանքին բնորոշ հիմնականում դարավանդաձև կառուցապատումներով։ Չնայած 19-րդ դարում ծայր առած ռուս-պարսկական պատերազմից հետո ծայր առած գաղթերից և 1946 թվականի հայրենադարձությունից հետո բնակչությունը բավականին նոսրացել է, այնուամենայնիվ Ղարադաղցի հայերը կարողացել են իրենց մեջ ուժ գտնել և զարկ տալ նաև կրթության և լուսավորության զարգացմանը։ Ահա այստեղ դուք տեսնում եք նրանցից մի քանիսը, ակադեմիկոս ձախից աջ, ակադեմիկոս Արևելագետ բանասեր Կարապետ Մելիք Օհանջանյան, սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության հիմնադիրներից Ավետիս Նազարբեկյան, Մուզաֆար Էդ-Դին Շահի անձնական լուսանկարիչ Հովսեփ խան Հովսեփյան, հասարակական գործիչ Ալիք թերթի երկարամյա խմբագիր Բաղդիկ Մինասյան, Մատենադարանի ձեռագրերի բաժնի վարիչ Օնիկ Եգանյան, Թումանյան եղբայրներ, Ավրորա համահայկական հիմնադրամի հիմնադիրներից Վաթան Գրեգորյան, Հովանես Հովսեփյան, խանագարցի Հովանես Հովսեփյանը։ Նշեմ, որ Հովանես Հովսեփյանը հեղինակել է Ղարադաղի հայերը երկաթոր աշխատությունը, որը այսօր կարևոր սկզբնաղբյուր է գավառի պատմության բոլոր հետաքրքրողների համար։ Պետք է նշեմ, որ օրինակ ի տարբերություն խիստ հայաշատ Սալմաստ գավառի Ղարադաղի Սարդու գյուղում 19-րդ դարի վերջերին գործել է նաև տպարան Գալուստ Եգանյանի շնորհիվ։ Այստեղ իսկ մեզ հայտնի առաջին դպրոցը բացվել է 1860-ականներին Խանագահ գյուղում։ Տիկին Ռոզմարի շնորհիվ ունենք ուսուցչական կազմի լուսանկարը։ Կենտրոնում Արևմտյան Հայաստանի Բուլանեղ գավառի Կոպ գյուղից Միհրան Գրիգորյանն է, որը ատրպատականի թեմական տեսուչն էր։ Աղաղանի դպրոցում է դասավանդել
հայ ազգային ազատագրական շարժման հայտնի գործիչներից Եփրեմ խան Դավթյանը, Վինայում բանաստեղծ Գերամ Սարյանը, Ղուլուդիում ոզմեցի բանաստեղծ Ոստան Հովանեսյանը։ Այստեղ դուք տեսնում եք մի քանի դրվագ դպրոցական առօրյայից։ Ինչ վերաբերում է գավառի պատմամշակութային հուշարձաններին, ապա դրանք սկսվում են բրոնզե դարից և հասնում մինչև մեր օրերը։ Չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղը հայաթափվել էր 1970-ականների սկզբին, այնուամենայնիվ թագուհիները շարունակվում են մինչև 80-ականների վերջերը։ Պետք է նշեմ, որ գերեզմանոցներում արձանագիր հուշարձանները սկսվում են հիմնականում 19-րդ դարից և դրան գրված են միմիայն զուտ հայերեն։ Ինչ վերաբերում է եկեղեցիներին, ապա դրանք բավական հասարակ, պարզ, գյուղական կառույցներ են։ Այդպիսին է նաև Խուժի Սուրբ Գևորգ վանքը, որտեղ 1655 թվականին գրվել է Ղարաբաղից մեզ հայտնի միակ ձեռագիր հուշարձանը։ Այժմ դիտենք մի քանի պատկերներ Ղարաբաղից, ապա կլսենք Սամվելին։ Սա Շահաբասի իջևանատունն է, ցավոք պատմական անունը հայտնի չէ, և քանի որ կառուցվել է Շահաբասի օրոք, այդ պատճառով կրում է Շահաբասի անունը։ Հատվածներ տարբեր գերեզմանոցներից, տեսեք ինչն է զարմանալի, հետաքրքրական է, որ Ղարաբաղում չեն պահպանվել կամ չեն կերտվել խաչքարեր և միայն մի խաչքարի փոքր բեկոր գտնվում է Խանագահի եկեղեցում։ Գերնավի Սուրբ Հռիփսիմեի եկեղեցին Արմեն Հախնազարյանի օրոք լուսանկարն է և մեր կազմակերպության գիտական երկրորդ աշխարհախումբը Խուժի Սուրբ Գևորգ վանքի մոտ։ Շնորհակալություն։ Այսօր այս կանը հիմա բոլորիդ հրավիրում եմ մեր երկրորդ հարկ, որտեղ եւ բաժանորդները կստանան իրենց գրքերը, ովքեր արդեն նախապես բաժանորդագրվել են, ցուցակներով մեր աշխատողները կօգնեն և նաև փոքր հյուրասիրություն ունենք, ընթացքում նաև այնտեղ կարող ենք զրուցել, եթե այս պահին հարցումներ չկան։ Համեցեք, շնորհակալություն ձեզ։